Քաղաքապետարանը ասֆալտապատում է Երևանի հեղեղատարները։ Դրանցից մեկը բացահայտել է ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը Գայի պողոտայի վրա, Նորքի 4-րդ զանգվածում։ Որոշեցի քանդենք ու պեղենք հեղեղատարը պեղեցինք, հեղեղատարի մեջից էլ խողովակը գտանք։ Կարծում եմ բարզատ են Երևանում ջուր հեղեղներ լինում։ Հայրումյանը բացահայտել է հեղեղատարի տեղը, երբ նկատել է ասֆալտի վրա իջած հատվածը, որը բարեբախտաբար առաջացել էր մեքենաների անցնելու հետևանքով։ Հակառակ դեպքում հեղեղատարն այդպես էլ մնալու էր ասֆալտի տակ։ Իհարկե ես արդեն չեմ կարող շարունակել խողովակի խցանումը մաքրել, դա հատուկ տեխնիկայով է պետք անել, բայց ամեն դեպքում ցույց տվեցի, որ եւ հեղեղատարը կա, եւ խողովակը կա։ Քաղաքապետարանից կարճ մեկնաբանեցին, մամուլի բաժնից մեզ հայտնեցին, ընդունում են, որ սա անփութության հետևանք է, ձևակերպելով բանվորների գլխին հսկողություն է պետք, իսկ այստեղ բաց է մնում հարցը, ինչու այդ հսկողությունը չի իրականացվել։ Իսկ մի քանի մետր այն կողմ հերթական անձրևատարներ, որ թեպետ չէր ասֆալտապատվել, բայց մինչև վերջ աղ ու ավազով քերած ասֆալտով էր խցանված։ Այս մի քանի հեղեղատարի խցանման արդյունքը լինում է 70-ից 80 սանտիմետր ջրի կուտակումը Գայի պողոտայի գոգավորության հատվածում։ Այդ հեղեղումների մի մասն էլ հենց այստեղից է ջուրը գնում այնտեղ, այսինքն որ այդ հեղեղատարները աշխատեն, այստեղ անհնար է լինեն հեղեղումներ։ Բայց Գայի պողոտան միակը չէ, որտեղ հեղեղատարներ են ասֆալտապատում։ Քաղաքի կենտրոնում Ամիրյան Մաշտոց խաչմերուկում Հայրումյանը մեկ շաբաթ առաջ էր ֆիքսել այս նկարը։ Հաջորդ օրը քաղաքապետարանը բացել էր հեղեղատարը։ Էդուարդը հեղեղատարների ասֆալտապատումը տան լոգարանի հետ է համեմատում։ Ոնց որ գիտեք ինչն է, ոնց որ բաղնիքի մետլախը շարելուց այդ ցեմենտ բանը պիտի ասենք տան տրապը կամ ցելոֆան կամ շոր են գցում այդ արանքը, որ հանկած մետրախ շարելուց ինչ որ ցանց չընկնի, ցեմենտ ավազ կամ ցեղ չընկնի արանքը, ոնց որ չգցեն ու մետլախը շարելուց գան խցանեն ցեմենտով, այդ լավագույն տարբերակը, վատագույնը գան ուղղակի այդ բանի բաղնիքի լողանալու հատվածի տրապը գան sense մետլախը շարեն, պրոստեն ասեն դե ես իմ գործը արել եմ, էլի։ Հայրումյանն այս ամենն անում է առանց փոխհատուցման, երբեմն զոհելով իր աշխատանքը։ Ասում է շատերին թվում է սա է իր աշխատանքը, բայց նա հեղեղատարները մաքրում է քաղաքապետարանին ու Վեոլիային օրինակ ծառայելու համար։ Քաղաքապետարանից մեզ հայտնեցին հետևողական կլինեն, որ հաջորդ ասֆալտապատումների ժամանակ նման դեպքեր չկրկնվեն։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։